Գրիմ եղբայրներ, Տիկին Բուքուբորանը։ Լինում է չի լինում, մի այրիկին է լինում, ունենում է երկու դուստր, մեկը գեղեցիկ ու աշխատասեր, մյուսը տգեղ ու անբան, բայց մայրն ավելի շատ սիրում էր տգեղին ու անբանին, իսկ մյուս դուստրը ստիպված էր տնային բոլոր գործերը կատարել, տան մոխրոտի կլինել։ Խեղճ աղջիկն ամբողջ օրը նստում էր դրսում, ջրհորի մոտ, թելմանում, այնքան էր աշխատում, որ մատներն այրունոտվում էին։ Մի օր էլ այնքան շատ է աշխատում, որ ամբողջ իլիկն այրունոտվում է։ Աղջիկը կռանում է ջրհորի վրա, որպեսզի իլիկը լվանա, բայց իլիկը ձեռքից դուրս է պրծնում և ընկնում է ջրի մեջ։ Աղջիկը սկսում է լացել, վազում է խորթմոր մոտ և նրան պատմում է գլխին եկածը։ Խորթմայրը սկսում է կոպտել նրան և այն աստիճան դաժան է լինում, որ ասում է. «Իլիկը դու ես ջուրը գցել, ուրեմն դու էլ պետք է ջրից հանես»։ Աղջիկը վերադառնում է ջրհորի մոտ ու չի հասկանում, թե հիմա ինչ է անելու։ Նա վախից նետվում է ջրհորի մեջ, որ իլիկը հանի։ Ջրհորում նա իրեն վատ է զգում ու շատ թափվում է։ Իսկ երբ կրկին ուշքի է գալիս, տեսնում է ընկել է մի սքանչելի մարգագետին, գլխավերևում արեգակն է ժպտում, շուրջ բոլորը բազմատեսակ ծաղիկներ են։ Աղջիկը սկսում է քայլել մարգագետնով։ Շատ է գնում, թե քիչ, տեսնում է մի փուռ, փռի մեջ լիքը հաց, մի բոքոն ձայն է տալիս. «Օй, հանիր ինձ այստեղից, թե չէ լրիվ կվառվեմ, հանիր, ես վաղուց արդեն եփվել եմ»։ Աղջիկը մոտենում է վառարանին և թիակով մեկ առ մեկ հանում է բոլոր բոքոնները։ Նա շարունակում է ճանապարհը և հանդիպում է մի ծառի, որի ճյուղերը ճկվել էին խնձորների ծանրությունից։ Ծառը խնդրում է նրան. «Օй, խնդրում եմ, թափ տուր ինձ, թափ տուր, իմ խնձորները վաղուց հասել են»։ Աղջիկը սկսում է թափ տալ ծառի ճյուղերը։ Խնձորներն անձրևի պես թափվում են գետնին, և նա խնձորենին թափ է տալիս այնքան, մինչև չի ընկնում վերջին խնձորը։ Աղջիկը բոլոր խնձորները հավաքում է մի տեղ և շարունակում է ճանապարհը։ Գնում, հասնում է մի խրճիթի։ Պատուհանից ներս է նայում, տեսնում է մի պառավի։ Պառավն այնքան խոշոր ատամներ ուներ, որ աղջիկը սարսափում է և ուզում է փախչել, սակայն պառավը ձայն է տալիս նրան. «Սիրունիկ բալիկ, ինչու ես վախենում, կարող ես մնալ իմ տանը։ Եթե տնային բոլոր գործերը բարեխղճորեն կատարես, քեզ համար ամեն ինչ կանեմ։ Հատկապես պետք է շատ լավ հարդարես իմ անկողինը և ջանասիրաբար թափ տաս փետրաներքնակը, այնպես թափ տաս, որ փետուրներն այս ու այն կողմ թռչեն, և այդ ժամանակ միայն ամբողջ աշխարհում ձյուն կգա։ Ես տիկին Բուքուբորանն եմ»։ Քանի որ պառավն աղջկա հետ սիրալիր է վարվում, նրա սիրտը մի տեսակ թեթևանում է և համաձայնվում է մնալ և աշխատել տիկին Բուքուբորանի տանը։ Աղջիկը ամեն կերպ ջանում էր գոհացնել պառավին և ամեն անգամ այնքան էր ուժեղ թափ տալիս նրա փետրաներքնակը, որ փետուրները դեսուդեն էին թռչում ձյան փաթիլների պես։ Այսպիսով աղջիկն իրեն լավ էր զգում պառավի տանը։ Պառավը ոչ մի թթու խոսք չէր ասում նրան, իսկ ուտելիքի պակաս նրա տանն ընդհանրապես չէր լինում։ Աղջիկն այսպես որոշ ժամանակ ապրում է տիկին Բուքուբորանի տանը, բայց մի օր հանկարծ տխրում է և ինքն էլ չի հասկանում, թե ինչ է իրեն պակասում։ Բայց հետո գլխի է ընկնում, որ կարոտել է իր հարազատ տունը, ու չնայած այստեղ 1000 անգամ ավելի լավ էր, քան այնտեղ, միևնույն է, սիրտը իրենց տունն էր ուզում։ Ու մի օր ասում է պառավին. «Ես անչափ կարոտել եմ մեր տունը, ու չնայած այստեղ, գետնի տակ, ես ոչ մի բանի կարիք չեմ զգում, այլևս չեմ կարող մնալ, ուզում եմ նորից վերև գնալ, հարազատներիս մոտ»։ Տիկին Բուքուբորանն ասում է. «Ինձ դուր է գալիս, որ քեզ քո տունը ձգում է, և քանի որ դու ինձ լավ ես ծառայել, ջանասիրաբար ես ծառայել, ես ինքս քեզ կառաջնորդեմ այնտեղ»։ Նա բռնում է աղջկա ձեռքն ու նրան տանում է մինչև մեծ դարպասները։ Դարպասները բացվում են, և երբ աղջիկը հայտնվում է դարպասների տակ, հանկարծ սկսում է ոսկե հորդ անձրև տեղալ, և ամբողջ ոսկին մնում է նրա մարմնի վրա, այնպես որ նա ամբողջությամբ ծածկվում է ոսկով։ «Այս ամենը քեզ համար անում են նրա համար, որ դու կարողացար այդպես նվիրված աշխատել», ասում է տիկին Բուքուբորանը, և նրան է վերադարձնում նաև իլիկը, որն ընկել էր ջրհորը։ Եվ ահա նրա ետևից փակվում են դարպասները, և աղջիկը կրկին հայտնվում է վերևում
գետնի վրա իր խորթ մոր տան մոտակայքում։ Հենց որ աղջիկը մտնում է բակ, աքլորը, որ նստել էր ջրհորի վրա, կանչում է. «Ծողրուղու, մեր օրիորդն է եկել ոսկե գանգուր»։ Աղջիկը մտնում է տուն, ուղիղ խորթ մոր մոտ, եւ քանի որ նա ոտքից գլուխ ոսկով էր ծածկված, թե խորթ մայրը, թե խորթ քույրը նրան ջերմորեն են ընդունում։ Աղջիկը պատմում է այն ամենը, ինչ իր հետ կատարվել էր, երբ խորթ մայրն իմանում է, թե ինչպես է, որ նա այդքան մեծ հարստության տեր է դարձել, ցանկանում է նույն կերպ երջանկացնել նաև իր տգեղ ու անբան աղջկան։ Տանում աղջկան նստեցնում է ջրհորի կողքին եւ նա սկսում է թել մանել, իսկ որպեսզի իլիկն արյունոտվի, աղջիկը մատը ծակում է մտցնելով սաղարթախիտ մամխենու ճյուղերի մեջ։ Իլիկը շպրտում է ջրհորը եւ ինքն էլ նետվում իլիկի ետևից։ Իր քրոջ նման նա նույնպես հայտնվում է գեղեցիկ մարգագետնում եւ նույն հարահետով շարժվում է առաջ։ Գնում, հասնում է փռին եւ հացի բոքունը նորից ձայն է տալիս։ «Օй, հանիր ինձ այստեղից, թե չէ լրիվ կվառվեմ, հանիր, ես վաղուց արդեն եփվել եմ»։ Բայց անբան աղջիկը պատասխանում է. «Ինչ ես գոռում, քո պատճառով ձեռքերս հո չեմ կեղտոտելու» եւ շարունակում է ճանապարհը։ Գնում, հասնում է խնձորենուն եւ ծառն ասում է. «Օй, խնդրում եմ, թափ տուր ինձ, թափ տուր, իմ խնձորները վաղուց հասել են»։ «Էլ ի՞նչ կուզես», պատասխանում է աղջիկը խնձորենուն, «բա որ հանկարծ խնձորները գլխիս ընկնեն» եւ շարունակում է ճանապարհը։ Երբ նա մոտենում է տիկին Բուքուբորանի խրճիթին, մի գրամ վախ չէր զգում, չէ՞ որ քրոջից արդեն իմացել էր նրա մեծ ատամների մասին, եւ իսկույն աշխատանքի է անցնում պառավի մոտ։ Առաջին օրը ջանք էր թափում, աշխատում էր ջանասիրաբար եւ ամեն ինչում լսում էր տիկին Բուքուբորանին, մտքի մեջ միայն ոսկին էր։ Երկրորդ օրը սկսում է ծուլանալ, երրորդ օրն ընդհանրապես չի ուզում աշխատել, իսկ հետո արդեն քնից արթնանում էր, երբ օրը ճաշ էր դառնում։ Այլևս ինչպես հարկն է, չէր հարդարում տիկին Բուքուբորանի անկողինը։ Փետրաներկնակն էլ այնպես չէր թափ տալիս, որ փետուրներն այս ու այն կողմ թռչեն։ Ու մի օր էլ տիկին Բուքուբորանը հոգնում է այս ամենից եւ աղջկան ասում է, որ նա հեռանա։ Անբան աղջիկը հո չի ուրախանում, կարծելով, թե վերջապես եկել է ժամանակը, որպեսզի իր գլխին նույնպես ոսկե անձրև տեղա։ Տիկին Բուքուբորանը նրան նույնպես ուղեկցում է մինչև դարպասները։ Սակայն, երբ աղջիկը կանգնում է դարպասների տակ, ոսկու փոխարեն նրա գլխին է թափվում լիքը կաթսայով սև ձյութ։ «Սա էլ քո վարձը, կատարածդ աշխատանքի դիմաց», ասում է տիկին Բուքուբորանը, ու նրա ետևից փակում է դարպասները։ Անբան աղջիկը վերադառնում է տուն ձյութի մեջ կորած։ Ջրհորի վրա նստած աքլորը հենց որ նրան տեսնում է, կանչում է. «Ծողրուղու, մեր օրիորդն էլ եկել, ոտքից գլուխ մուր»։ Իսկ ձյութը, որ ոչ մի կերպ չեն կարողանում մաքրել, այդպես էլ նրա մարմնի վրա է մնում ամբողջ կյանքում։ Հեքիաթը մեզ սովորեցնում է լինել աշխատասեր, ջանք չխնայել եւ լինել բարի։